Ադրբեջանը չի թաքցրել իր տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ իրենք կրթել են սերունդ, իրենց բնակչության ուղեղի մեջ դաջել են, որ Հայաստան գոյություն չունի, այնինչ մենք կոչում ենք Հայաստան, այնինչ ամբողջ Հայաստանը կոչում է Հայաստան, դա արևմտյան Ադրբեջանն է։ Եվ ահա այդ բարբաջանքը, որ ինքը ունեցել է իրենց ազգային ակադեմիայում, դրա ամենավառ վկայությունն է, եւ ճիշտ է, ակադեմիայում է եղել, բայց դա գիտական կոնֆերանս չի եղել, դա քաղաքական ուղերձ է եղել, որ իրենք շարունակելու են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել։ Եւ ահա այս ֆոնի վրա մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության շարունակական նահանջները։ Արարատը հանեցին դրոշմակնիկներից, որովհետեւ դիմացինի կարող է դրանից տխրել դիմացի կողմը։ Տեսակ Եվրանեստում ԿՊԱ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին գոնե 4-ը եւ հորդորեցին եվրոպացիներին կողմ չքվեարկել մի բանաձևի օգտին, որը հորդորում էր կամ պահանջում էր ավելի ճիշտ Ադրբեջանին ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձը միջազգային անվտանգային երաշխիքների ներքո եւ պատճառաբանությունն այն է, որ դա կարող է լարել իրավիճակը, դա կարող է ադրբեջանցիներին դուրս չգալ։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բյուջետային ուղերձի ժամանակ հիշում եք ինչ ասեց չէ մարտունակ բառը կարող է սխալ ուղերձ եղել, թե մարտը որտեղ ենք մենք վարելու, դրա համար պաշտպանունակ բանակ եկեք կոչենք։ Եվ ահա Ադրբեջանի վայրահաչությունը եւ Հայաստանի իշխանությունների այս խղճի ու կմկմոցները։